Տիկին Վարդանյան, սահմանային իրավիճակից տեղյակ եք վստահ եմ, ինչ կարող եք ասել ձեր գնահատմամբ, ինչու է Բաքուն արդեն 1 ամսից ավել, այսինքն ստաբիլ, կայուն կրակում եւ կրակոցները ՊՆ-ն մեկ մեկնաբանում է որպես թիրախավորված, մեկը ոչ վտանգավոր, բայց ամեն դեպքում ձեր կարծիքով ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս քաղաքականությունը, ինչ նպատակ են իրենք հետապնդում եւ նախորդ թեմայի հետ կապված շատ կարճ դուք Երեկվանից իշխանությունից հնչում են դիրքորոշ հայտարարություններ եւ կարծիքներ, որ սա դաշնակցությունը կամ Հայաստան խմբակցությունը դիտավորյալ է անում, որովհետեւ ցեղասպանության քրեականացումը արդեն քրեական օրենսգրքով նախատեսված է եւ ձեր նպատակը այն է, որ այս նախագիծը բերեք, որպեսզի հետո ՔՊ-ն դեմ քվեարկի եւ դուք ձեր մեղադրանքները հիմնավորեք այս տեղի ունեցածով, որ ահա տեսեք ուրանում են դավաճանությամբ են զբաղվում եւ այսպես շարունակ։ Քանի որ կա ամեն դեպքում այդ քրեականացումը քրեական օրենսգրքում, նախ իրենց այս մեկնաբանություններին խնդրեի արձագանքեք եւ եթե կա ինչու եք նորից բերում այդ նախագիծը։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Նախ եթե վախ այն է, որ դեմ կքվեարկեն, մենք կմեղադրենք, որ ուրանում են ցեղասպանություն, թող դեմ չքվեարկեն։ Դեպքում մեղադրանքներ չեն կարողանա հնչեցնել։ Ինչու ենք բերել նախագիծը։ Այո, Երևանից ասում են, որ նման օրենք կա, բացարձակ սուտ է, մենք հենց փոփոխություն ենք առաջարկում են հոդվածում, որ իրենք ասում են կա, եւ հիմա կարդամ ամենակարևոր փոփոխությունը, որ ինչ փոփոխություն ենք առաջարկում։ Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայինորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորության նսեմացնելը պատժվում է ու գրել ենք ինչ պատժով, այդ թվում նաեւ մինչեւ 3 տարի ազատազրկում։ Այս հոդվածը չկա։ Հայաստանի քրեական օրենսգրքում կա այլ հոդված 136.1-ը, որով նախատեսվում է, որ ցեղասպանությունների ժխտումը ատելության սերմանման, ռասայական խտրականության հիման վրա է պատժվում։ Այսինքն, ավելի պարզ, եթե այս հիմիկվա օրենսգրքով չի իրականացվել ատելության քարոզի զուգահեռ ցեղասպանության ժխտումը, դա քրեականացված չէ։ Ինչու է այսպես օրենքը եղել։ Ես մեկնաբանեմ էլի, որովհետև կարևոր հարց է, որովհետև երբ օրենքը գրել են, մտայնությունը այն է եղել, որ ազգությամբ հայը չի կարող հերքել ցեղասպանությունը։ Յան ազգանունով ազգությամբ հայը միայն օտար երկրացին կարող է դա անել եւ դրա պատճառը, դրդապատճառը կարող է լինել ռասայական կամ ատելության քարոզը կամ դրան հիման վրա ցեղասպանության ժխտումը։ Մարդիկ չեն պատկերացրել, որ այլ պատճառով ուղակի ցեղասպանություն հերքել, ուրանալ հնարավոր է։ Դրա համար այն մի կետը չեն գրել եւ 2010-ին ենք մենք այս օրենքը առաջարկել։ Այսա ամբողջ պատմությունը։ Հիմա հասել ենք այն կետին, որ փաստացի ուղակի ցեղասպանությունը հարցականի տակ դնելու նման հայտարարություններ են եղել։ Նաև իշխանության երեկվա արձագանքներ դրա մասին։ Այսինքն, որ ասում են, մի հատ պիտի հասկանանք դաշնակցությունը ինչ մասնակցություն ունեցել հայոց ցեղասպանությանը, դա Թուրքիայի նարատիվի կրկնություն չի եւ հարցականի տակ դնել չի, փաստը որ թուրքերը իրականացրել են հայոց ցեղասպանություն, ոչ թե որ դա եղել է մեր գործողությունների որևէ գործողության հայկական արձագանք։ Սա է, այսինքն մենք ասում ենք, որ Հայաստանում ցեղասպանության հերքումը, ժխտումը, նսեմացումը ցանկացած հիմքով, անգամ եթե դա ատելության քարոզով չի ուղեկցվել, ուղակի հայտարարություններ, ճիշտ ինչպես Փաշինյանի մի քանի հայտարարություններ պետք է քրեորեն պատժվեն։ Էսա նորամուծությունը, այս շեշտադրումն է եւ դրա համար է արձագանքը այսքան ջղագրգիռ։ Ուրիշ խնդիր չկա։ Այո, հոդվածի երկրորդ մասը եղել է ռասայական ատելության հիմքով, խտրականության հիմքով ցեղասպանության ժխտումը, այո, քրեականացել է, մենք այդտեղ ոչ մի բան չենք արել այդ հոդվածի այդ մասի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից կրակոցներին, որովհետև Ադրբեջանը վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, որ ահաբեկչական այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել, որովհետև ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմը վերցնում են դա մեր ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով եւ ասում են այլ ընտրանքը չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվելու ու պիտի զիջենք։
Ինչու պիտի դա չօգտագործի Ադրբեջանը։ Դա է Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, դրանք չեն սահմանափակվել տարածքային որևէ պահանջով։ Միջանցքից սկսած Ադրբեջանի պահանջով տարածքային միջանցքից սկսած, մինչև ադրբեջանցիների բնակեցումը այստեղ իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի դիմել համատեղ լուծարման համար եւ այս կոնտեքստում հետաքրքիր է օրինակ ինչ են խոսել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչի հետ, ինչ այդ հարցն են հենց քննարկել, այսինքն այդ պահանջները չեն ավարտվել, միայն ավելանում են այս զիջումներով եւ այդ գործելավոճը Ադրբեջանը տեսել է, որ աշխատում է այս պարագայում, դրա համար էլ չնայած նրան որ հայտարարում են որ համաձայնեցված կետ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանը ավելի շատ է կրակում, քան միջև այդ հայտարարությունը։ Տեսել եք, տենց խաղաղություն գերիները Բաքվի բանտում սահմանին ավելի շատ են կրակում, քան նրանից առաջ, երբ հայտարարել են, որ խաղաղության իրենց անվանումով պայմանագիրը պատրաստ է։ Ես այդպիսի խաղաղություն ուրիշ ոչ միտեղ չեմ տեսել։